Երեխաները խմոր են, պետք է հունցես։ Պատկի ասում ես խմորը դու վերցրել ես, ասում ես ինչ փափուկա սրան ձեռ չտամ։ Ինչ կլինի այդ խմորը, ասես կտարածվի, չի հունցվի, կդառնա անպետք։ Չես էլ կարող եփել, չես էլ կարող հաց ստանալ։ Երեխաները խմոր են, պետք է հունցես, դու պետք է իրենց հետ աշխատես։ Մի քիչ խմորը ուժը չէ տալիս, հա։ Խմորը չի կոտրվում, ասում է երեխան ոսկոր չունի, որ կոտրվի, հա։ Մեզ թվում է, որ երեխան վիրավոր է, չգիտեմ ինչ արեց, չէ, այդպես չի։ Ասում է երեխան ոսկոր չունի, ինչպես խմորը ոսկոր չունի։ Երբ որ դու լավ հունցում ես, հələ դա սկիզբն է, մի հատ էլ պետք է դնես վառարան էփես։ Հիմա, երբ որ դու վառարան դնում ես էփում ես, հոտը գալիս է, հացի հոտը գալիս է, այն ժամանակ կարող ես ուտել։ Բայց մենք այս ընթացքում ճիշտ չենք վարվում։ Ամեն մարդ չէ, որ հաց թուխ է, չէ։ Դու հաց թուխի վարպետությանը տիրապետ ես։ Պատկերացրու հաց թուխը նստի, նայեսի, վայ, իմ խմորը փախավ։ Լացելու ժամանակ չի, պետք է վերցես խմորը, հունցես, աշխատես պետք է հունցել։ Այդպես է երեխայի դաստիարակության մեջ ձեզ ականջի օղարեք, զգացմունքը, խիղճը, խանգարումը, չի օգնում, մոռացեք ձեր խիղճը, մի քիչ դաժան բան եմ ասում, Սիրակի իմաստությունն ասում է երեխայիդ խրատիր, ասում է, վաղը չես ամաչի իր համար, ասում է երեխայիդ մի խթաղտիր, սանձարձակ թող, վաղը ամաչելու ես նրա համար, ինչպես պետք է խրատենք, առանց որևէ զգացմունքի, առանց բարկանալու, երբ որ դու բարկանում ես, դու արդեն պարտվել ես, դու արդեն չես կարող ոչինչ անել, ուզում ես ձայնդ բարձրացրու, տոնայնությունդ փոխի, դեմքիդ միշտ խստություն տուր, ասում է երեխային պետք է դու գիշերը մենակ սիրես, քնած ժամանակ, երեխային դու ժպտացիր, ատամներիդ տեսա, վերջ, նստելու է գլխիդ, միջոցներ պետք է ձեռնարկես, պետք է փորձես անընդհատ, խստությամբ, ասում է քո երեսի լրջությունը երեխայից անպակաս արա, կարգ ու կանոնով, դու ինքդ ապրիր այդ կարգ ու կանոնը, եւ մենք պետք է շատ մեծ աշխատանք անենք, տարբեր տեսակի հնարքներ բանեցնենք, հատկապես ուսուցիչները, երեխային շահել, երեխային ինչ է, ինքը մաքրություն, անմեղություն է, իրան դու պետք է ինձ միջոց գործադրես, որ իր վստահությունը շահես, հասկանում ես, ինչ որ միտեղ, երբ որ դու երեխային փրկեցիր, դու պետք է զգաս, այս երեխային դու օգնեցիր, չէ, փրկեցիր, ինչ որ միտեղից հանեցիր, ինքը քոնն է դառնում, հա, կարծեմ թե Աստված այդ հնարավորությունները, առիթները տալիս է, որ երեխային օգնելու ընկած վիճակից ոտքի հանելու, մի կորցրեք, հետո երեխաները սերը շատ լավ են հասկանում, ասեմ ձեզ, իրական սերը, հա, շատ լավ հասկանում են եւ գնահատում են իրենք այդ սերը, կարծեմ թե բարի մարդուն խստությունն է պակասում, իսկ չար մարդուն խստությունը չի օգնում, չար մարդու մոտ խստությունը դառնում է դաժանություն, սադիզմ, իսկ բարու մարդու մոտ ոչ խստությունը դառնում է հիմարություն, հա, խստություն իմաստուն ձևով խիստ լինենք, ոչ թե գոռանք, ոչ թե մեզ կորցնենք, բարկանանք, չէ, սա խստություն չի, մենք պետք է կատարելապես ինքնատիրապետում ունենանք երեխաների դաստիարակության ժամանակ, հենց մենք մեզ կորցրեցինք, բարկացանք, ձայներս բարձրացրեցինք, ղժացինք, մայրերը հատկապես կորցնում են իրանց, ուրեմն մենք կորցրեցինք մեր ուժը, երբեք ներս մի գցեք, հիշեք, որ խիղճը, զգացմունքը երեխայի դաստիարակության մեջ խիստ խանգարում է, հետո ոչ զգացմունք է պետք, ոչ էլ խիղճ, ձեր խիղճը մի տանջեք անիմաստ, մի բարկացեք,
Թող արեգակը ձեր բարկության վրա մաշ չմտնի, արագ վերականգնվեք ու ձիգ եղեք, եւ կամաց կսովորեն երեխաները։